Արևմուտքը ծափահարում է, մինչ Փաշինյանը նախընտրական մսաղաց է կիրառում։ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը այսպես է բնութագրել Բաքվի Մինվալ պոլիտիկա իշխանական կայքը։ Հրապարակումը կառուցված է Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ եվրոպական կառույցների կիրառած երկակի ստանդարտների թեզի հիման վրա եւ հեղինակի հիմնական ասելիքը առերևույթ այն է, որ Արևմուտքը միշտ աչք է փակել Հայաստանում քաղաքական բռնությունների վրա, իսկ Ադրբեջանին քննադատել եւ քննադատում է։ Այդ նարատիվը նորություն չէ, Բաքվում Արևմուտքի կողմնակալ վերաբերմունքից միշտ են դժգոհել։ Դա ոչ միայն արտաքին, այլև ներքաղաքական կարևորություն ունի հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ Ալիևը հանրությանը ներշնչում է, որ հաղթել է եւ Հայաստանին, եւ նրա հովանավորներին։ Արտառոց է, որ ընդդիմության դեմ Փաշինյանի կազմակերպած մսաղացի մասին ադրբեջանական լրատվամիջոցը ծավալուն հրապարակում է արել մի փուլում, երբ նույն ուժերի հանդեպ համակրանքի մասին անթաքույց հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ստացվում է չափազանց ուշագրավ պատկեր. Հայաստանի եվրակողմնորոշմանը միաժամանակ դեմ են Ռուսաստանը, հայաստանյան ընդդիմությունը եւ Ադրբեջանը։ Ընդսմին Հայաստանի ընդդիմությունը, նրա շահերը սպասարկող մամուլը եւ փորձագետները ներշնչում են, որ քվեարկել Փաշինյանի օգտին նշանակում է քվեարկել Ալիևի օգտին։ Դատելով Մինվալ պոլիտիկայի հրապարակումից հայաստանյան ընդդիմության այդ քարոզչությունը առնվազն արժանահավատ չէ։ Ճիշտ չէր լինի թերևս եզրակացնել, թե Ալիևին ձեռնտու է, որ ռևանշիստները գան իշխանության, բայց գրեթե ստույգ է, որ նա ամեն ինչ արել եւ անելու է, որպեսզի Հայաստանը իր անվտանգային միջավայրը չբարելավի, չհասնի տնտեսական եւ կոմունիկացիոն դիվերսիֆիկացիայի։ Այս առումով Մոսկվայի եւ Բաքվի դիրքորոշումը գրեթե նույնական է։ Ադրբեջանը ընդսմին հետևողականորեն հրաժարվում է Ռուսաստանի հովանու ներքո անվտանգային եւ տնտեսական կառույցներին անդամակցել, բայց նրան սկզբունքորեն ձեռնտու է, որ Հայաստանը մնա Ռուսաստանի ֆորպոստ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Զուլֆուգարովը կրկին անդրադարձել է Թրիփ նախագծին Բաքվի ուղղակի ներգրավվածության անհրաժեշտությանը։ Նրա կարծիքով խորհրդային շրջանում Մեղրիի երկաթուղին որպես կոմունիկացիոն ենթակառուցվածք պատկանել է Ադրբեջանին։ Այդ հատվածի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության հաստատումը փակում է նաև Սյունիքի վիճելի տարածքի հարցը։ Հայաստանի ընդդիմությունը առաջադրում է խաղաղության պայմանագրի վերաբանակցման նպատակ։ Գուցե դրա համար են Բաքվում Փաշինյանի մսաղացից անհանգստացած։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հնարավոր է մոտակա օրերին ստորագրվի մտադրությունների մասին հուշագիր։ Այն համապարփակ կարգավորման փաստաթուղթ չէ, բայց կարող է վերջ դնել ռազմական գործողություններին, այդ թվում Լիբանանում եւ նպաստել հետագա բանակցությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անհատական սոցիալական հարթակում գրառում է կատարել, ըստ որի համաձայնությունը կամ շատ հաջողված կլինի, կամ ամեն ինչ կվերադառնա նախկին իրավիճակին, բայց ավելի հզոր հարվածներով։ Մի բան, որ ոչ ոք չի ցանկանում։ Թրամփը բացահայտել է, որ անցած 2 օրերին հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի նախագահի եւ արաբական մի շարք երկրների ու Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ ԱՄՆ նախագահի հիմնական ուղերձն այն է, որ Իրանի հետ գործարքից հետո այդ երկրները պետք է միանան Աբրահամի համաձայնություններին, որպեսզի Մերձավոր Արևելքում 5000 տարվա ընթացքում առաջին անգամ խաղաղություն հաստատվի։ Իսրայելցի փորձագետները շարունակում են պնդել, որ Բենյամին Նաթանյահուն Իրանի հետ բանակցություններում ներգրավված չէ, նա հարկադրված է տեղեկություններ ստանալ տարածաշրջանի դիվանագիտական աղբյուրներից եւ Իրանում գործակալական ցանցին։ Աբրահամի համաձայնություններին արաբական երկրների Թուրքիայի եւ Պակիստանի միանալու անհրաժեշտության մասին Դոնալդ Թրամփի պնդումը հավանաբար ուղղված է Իսրայելի վարչապետի կասկածների փարատմանը։ ԱՄՆ նախագահի ներկայացմամբ Իրանի հետ գործարքը պետք է տարածաշրջանի երկրներին մղի Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչը Մերձավոր Արևելքում խաղաղության եւ համագործակցության ճանապարհ կհարթի։ Թրամփը չի բացառել, որ Իրանը նույնպես կմիանա Աբրահամի համաձայնություններին։ Միացյալ Նահանգների նախագահի լավատեսությունը, սակայն, թվում է խիստ չափազանցված։ Արաբական որոշ երկրներ գուցե ընդառաջեն Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հորդորին։ Շատ դժվար է բայց պատկերացնել, որ այդ քայլին գնա Թուրքիան, ինչպես նաև Պակիստանը։ Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ միջնորդավորված բանակցություններին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային կարևորել է տարածաշրջանի երկրների միջնորդությունը
Բայց հատկապես երախտագիտություն է հայտնել Թուրքիային, թուրք եղբայրներին եւ քույրերին, որ կանգնել են Իրանի թիկունքին։ Իրանի շուրջ իրավիճակի հանգուցալուծումը որոշում է ոչ միայն Իսլամական Հանրապետության, այլև Թուրքիայի տարածաշրջանային դերի ապագան։ Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկին Իսրայելի վարչապետ Նաթանյահուն հայտարարել է, որ շիա դավան առանցքը ոչնչացնելով չի կարելի թույլ տալ սուննի ագրեսիվ առանցքի ձևավորում։ Խոսքը ակնհայտորեն Թուրքիայի գլխավորությամբ հակաիսրայելական առանցքի ձևավորումը թույլ չտալու մասին է։ ԱՄՆ նախագահը փորձում է այդ խնդիրը լուծել Աբրահամյան համաձայնություններին մասնակից երկրների շարքի ընդլայնմամբ, բայց որքանով է դա Թուրքիայի համար ընդունելի, եթե Էրդողանը դավանում է իսլամական համերաշխություն եւ պաշտպանում Պաղեստինի անկախությունը Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։ Ընդ որում դա միայն քաղաքական աջակցություն չէ, այլ քաղաքակրթական մրցապայքար, որի հիմքում օսմանյան ժառանգության միջոցով ազդեցության հաստատման պատմական իրավունքն է։ Անշուշտ վաղ է խոսել Իրано-ամերիկյան ռազմական հակամարտության ավարտի եւ հետկոնֆլիկտային մերձավոր արևելքի մասին։ Իրավիճակն այնպիսին է, որ կողմերի հայտարարությունները րոպեների ընթացքում փոխվում են։ Առկա է նաև պատերազմի վերսկսման վտանգը, բայց Մերձավոր Արևելքի ապագայի մասին ԱՄՆ նախագահի դիտարկումները վկայում են, որ Վաշինգտոնում խորքային ծրագրավորումներ են արվում։ Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական առումով մեծ Մերձավոր Արևելքի մաս է։ Անհավանական չէ, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ամերիկյան ջանքերը վերաբերվեն նաև Հարավային Կովկասի երկրներին։ Թրամփը հատուկ շեշտել է, որ Ղազախստանը միացել է Աբրահամյան համաձայնություններին եւ զարգացման նոր հնարավորություններ ստացել։ Հայաստանն այսօր մեկ կողմից չէ, բոլոր կողմերից կանգնած է մազե կամուրջներով անցնելու փորձության առաջ։ Ֆաշիստական բնաջնջման սպառնալիքների տակ հերոսական դիմադրություն ցուցաբերող եւ ծայրահեղ իրավիճակներում մեծ փրկության դուռ համարվող Իրանը, չնայած իր հերոսական կեցվածքին, կանգնած է միջուկային աղետի շեմին, Աստված մի արասցե։ Թուրքիան ճանապարհը փակ է պահում, Ալիևի հետ սպասելով Հայաստանի վերջին շնչին, ինչն արվեց Արցախի հետ։ Ռուսաստանի բանավոր ահաբեկումներին հաջորդել է Լարսի ճանապարհի արգելքները։ Ադրբեջանի ինքնահզորացումը Հայաստանն արդեն իր բռան մեջ է տեսնում, ժամանակավոր զսպաշապիկը Թրամփի ուղին է։ Եղավ, որ մեր ազատության թթվածինը մեր երկնքում չէ, իսկ ինչպիսի իրավիճակ է ներսում եւ ինչով են զբաղված երկրի փրկության համար մոտ 3 միլիոնի հասնող բնակչության 120-ի հասնող կուսակցությունների լիդերները։ Ուր են հայրենիքի փրկության նրանց հայկական մտքի թռիչքները։ Այս ճակատագրական օրերին ոչ թե պայքարը գնում է հայրենիքի եւ հայոց պետականությունը պահպանելու կարևորագույն խնդրի շուրջ, այլ միայն ու միայն գալիք ընտրություններում, իշխանազավթման։ Ցավոք ես ապրել եմ իշխանափոխության բոլոր կոչերի ժամանակ եւ 36 տարի անց ոչ կադրերը փոխվեցին, ոչ էլ երկիրը դուրս բերվեց շրջափակումից։ Պահպանելով ընտրապայքարի էթիկայի կանոնները առայժմ զերծ եմ մնալու որևէ մեկին որակավորելու խնդրից, բոլորին հիշեցնելով մեկ բան՝ ամեն ինչից վեր հայրենիքի եւ հայոց պետականության փրկությունն է, եթե վաղը դուք էլ չեք լքելու Հայաստանը։ Միայն ազգի եւ պետության անմնացորդ նվիրյալը, երկիրը կարող է անվտանգ դուրս բերել աշխարհաքաղաքական այս մարդակեր ժամանակների ազդեցությունից, միայն նվիրյալ հայը։ Այդպես էլ զարմանալի ազգ մնացինք, ամեն ինչի միջով անցանք, բայց կարծես ամեն ինչ անցնում է մեր կողքով։ Գրում է գրող հրապարակախոս Ռուզան Ասատրյանը։